Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կադրը թռչող օդանավի այրվող տուրբին է հիշեցրել։ Համացանցում լայն տարածում գտած տեսանյութից հետո քաղաքապետարանը գրավոր նկատողություն է տվել վարորդին։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ են այս մասին զեկուցել Ավինյանին։ Շահագործման անվտանգության կանոնները խախտելու համար վարորդի նկատմամբ կիրառվել է կարգապահական պատասխանատվություն, հայտարարվել է գրավոր նկատողություն։ Նշեմ նաև, որ ավտոբուսը գտնվել է երթուղուց դուրս եւ ուղևորվելիս է եղել հավաքակայան։ Քննարկում էին նաև քաղաքում կատարված վերջին աշխատանքները։ Ավինյանը եւս մեկ անգամ անդրադարձել է օդի աղտոտվածությանն ու նշել, դրա որակն անհամեմատ ավելի լավ է, ապա կրկին շեշտել, թե որոնք են օդի աղտոտվածության հիմնական պատճառները։ Պարոն Խոջյան, դուք քաղաքում շինարարությունը չեք կանգնեցրել, չէ՞։ Ոչ։ Պարոն Հարությունյան, դուք քաղաքում ավտոմեքենաները բոլորը չեք արգելել, չէ՞։ Ոչ։ Պարոն Բեգոյան, դուք շարունակում եք ձեր ծրագրերը եւ դժվար թե հազարավոր հեկտարներով կանաչապատ նոր տարածք ստեղծած լինեք քաղաքում։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, իրականում օդի որակի խնդիրը Երևան քաղաքում մեծապես պայմանավորված է օդի ինվերսիայով, բնակլիմայական պայմաններով եւ մեր աշխարհագրական դիրքով։ Քաղաքապետը հորդորել է ավելացնել կանաչապատ տարածքներն ու անցել ավտոբուսում չվճարող քաղաքացիների թեմային։ Պնդել է, հանրային պահանջ կա ավելի խիստ վերահսկելու նրանց։ Կա հանրային պահանջ խստացնելու վերահսկողությունը տրանսպորտում։ Վստահաբար կա հանրային պահանջ, այսինքն մարդիկ ինձ գրում են, ասում են շատերը չարամտորեն, հիմնականում երիտասարդները չարամտորեն խուսափում են վճարելուց եւ ակնկալում են, որ այս առումով կոնկրետ քայլեր են արվելու։ Քաղաքապետարանի շինվարչությունից Տիգրան Ավինյանին բավականին լավ լուրեր էին հայտնում։ Մասնավորապես Ավինյանին զեկուցեցին, որ Շենգավիթում կառուցվող նոր այգու կառուցապատման աշխատանքներն ավարտվել են։ Ավարտվել են նաև Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական մարզադպրոցի կառուցման աշխատանքները։ 90%-ով կառուցվել է նաև Ծիծեռնակաբերդի խճուղին, որն օգնելու է այդ տարածքում խցանումները մի փոքր թեթևացնել։ Երկու մեքենաները կարող են զուգահեռ անցնել ու այդտեղ խցանումները արդեն որոշակի կթեթևանան։ Շատ լավ, կարելի ասել տենց մի 90%-ով արդեն 90%-ով արված է։ Լուծմանը մոտ ենք, այսօր ես ինչ օր այս տարվա վերջով Պարոն Հովհաննիսյան, կարող է մետրոյի շինարարությունն էլ ենք սկսել Աջափնյակի, չէ՞։ Իսկ վերջում Ավինյանը հայտնեց, որ շուտով շտապօգնության ծառայության հարցերով զբաղվելու է առողջապահության նախարարությունը, ոչ թե Երևանի քաղաքապետարանը։ Այս հարցն Ավինյանը քննարկել է վարչապետի հետ։ Սադամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Instagram-ում, Telegram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայքի 3w abcmedia.am։